1915 թիվ Արևմտյան Հայաստան, անմեղ զոհեր ու այրուն, ամենուրեք այրուն։ Հայոց օրացույցում կան նշանավոր և տոն օրեր, որոնք նշված են կարմիր գույնով և ոչ աշխատանքային են, բայց կա մի օր, որը նշված է սև գույնով, այն է ապրիլի 24-ը։ Այդ օրը ամբողջ հայության համար սգի օր է։ 1915 թվականի ապրիլի 24-ին հայ ժողովուրդը գլխատվեց, պոկվեց իր արմատներից, տեղահանվեց։ Թուրք ջարդեարները Օսմանյան Թուրքիայի 4 փաշաների՝ Թալյաթի, Էնվերի, Ջեմալի, Նազբեի գլխավորությամբ կազմակերպեցին հայ ժողովրդի ցեղասպանությունը, որի ժամանակ սրի մատնվեցին 1,5 միլիոն անմեղ ժողովուրդ։ Հայ մտավորականությունը կրակի տրվեցին և ամայացան հայ շեները։ Մեր սուրբ հողերը այրունով ներկին, մեր Կոմիտասի անաղարտ հոգում վաղ սերմանեցին, թե Վարուժանին ու թե Զոհրաբին դիմացը սպանին։ Ատեցիք դուք մեզ լոկներա համար, որ մենք խելոք ենք, իսկ այ դուք հիմար։ Հազարավոր մեծ ու մանուկ աքսորեցին Դերոզորի անապատը, նրանցից շատերը մահացան, իսկ մի մասն էլ մազապոր ցրվեցին ամբողջ աշխարհով և այնտեղ գցեցին իրենց ծիլերը, արմատավորեցին, բայց չմոռացան իրենց ով լինելը, և սրի խորը կսկիցը և ցավը փոխանցեցին իրենց սերունդներին։ Եվ այժմ ամեն տարի հայ ժողովուրդը և սփյուռքահայությունը ապրիլի 24-ը հիշատակում է որպես հայոց ցեղասպանության օր, հանդես գալով հիշում ենք և պահանջում կոչերով, և ամբողջ աշխարհից ցեղասպանության միջազգային ճանաչում սպասում։ Ցեղասպանությունը մարդկանց որևէ խմբի կազմակերպված բնաջնջումն է, նրանց հավաքական գոյությունը վերջ դնելու հիմնանպատակով։ Հետևաբար, ցեղասպանության իրագործման համար անհրաժեշտ է կենտրոնացված ծրագրավորում և իրագործման ներքին մեխանիզմներ, ինչն էլ ցեղասպանությունը դարձնում է պետական հանցագործություն, քանի որ միակ պետությունն է օժտված այդ բոլոր ռեսուրսներով, որոնք կարելի է օգտագործել այս քաղաքականությունն իրականացնելու համար։ 1915 թվականի ապրիլի 24-ին սկիզբ առած ձերբակալություններով և դրան հետևած 100 հայ մտավորականների ոչնչացումով սկսվեց հայ բնակչության բնաջնջման առաջին փուլը։ Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ը սկսեցին նշել որպես հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։ Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար Թալյաթը ԱՄՆ-ի դեսպան Մորգունթայի հետ զրույցում. «Մենք արդեն ազատվել ենք հայերի 3 քառորդից, նրանք այլևս չկան Բիթիլիսում, Վանում և Էրզրումում։ Հայերի և թուրքերի միջև հիմա ատելությունն այնքան մեծ է, որ մենք պետք է վերջ տանք դրան։ Եթե մենք դա չանենք, նրանք վրեժ կլուծեն»։ Պատմության ոչ մի հանցագործություն անպատիժ չի մնում։ Այդպես էլ եղավ Թալյաթ-փաշայի հետ։ Այն բանից հետո, ինչ պարզ դարձավ, որ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվելու ցեղասպանությունը իրականացնելու համար։ Դրա համար ստեղծվեց Հայ հեղափոխական դաշնակցություն (Նեմեսիս Կարծնի գործակալությունը)։ Նրանք կազմեցին ցեղասպան 100 հանցագործների ցուցակ նրանց սպանելու համար։ Թալյաթը ցուցակում առաջինն էր։ Թալյաթի սպանությունն իր վրա է վերցնում Սողոմոն Թեհլելյանը։ 1921 թվականի մարտի 15-ին, անձրևոտ երեքշաբթի օրը, առավոտյան 10:45, Թալյաթը իր բնակարանից դուրս եկավ փողոց։ Թեհլելյանը մոտեցավ նրան հակառակ կողմից, ճանաչեց և կրակեց ծոծրակին, պատճառելով ակնթարթային մահ։ Թեհլելյանը փախուստի դիմեց, բայց նրան բռնեցին։ Դատավարությունը տևեց 1.5 օր, 3 օրի փոխարեն։ Հարցին, թե արդյոք նա մեղավոր է, Թեհլելյանը պատասխանեց. «Ոչ, ես ինձ մեղավոր չեմ համարում,
քանի որ իմ խիղճը մաքուր է։ Ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ։ Նա ասաց, որ տեսիլք է ունեցել, որտեղ ջարդերի պատկերները նորից ու նորից գալիս էին աչքիս առջև։ Ես տեսա մորս դիակը։ Այդ դիակը ոտքի կանգնեց և մոտեցավ ինձ ու ասաց. «Տեսա՞ր, որ Թալյաթը այնտեղ է, ու դու բացարձակ անտարբեր ես, դու այլևս իմ որդին չես»։ Ես արթնացա և որոշեցի սպանել Թալյաթին։ Դատավորը դիմեց երդվյալ ատենակալներին, նշելով, որ նրանք պետք է պատասխանեն հետևյալ հարցերին. Առաջինը. արդյոք Սողոմոն Թեհլելյանը մեղավոր է 1921 թվականի մարտի 15-ին դիտավորյա Թալյաթ Փաշայի սպանության մեջ։ Երկրորդ. Աբաստանյանը միտումնավոր է իրականացնել այս սպանությունը։ Երրորդ. կան արդյոք միջամտումներ, հանգամանքներ, մեղադրյալ կողմ պահանջում է մահապատիժ։ Դատավորը Թեհլելյանին հարցրեց, ավելացնելով. բան ունի։ Նա պատասխանեց. ոչ։ Երդվյալ ատենակալները 1 ժամ խորհրդատվեցին և որոշեցին, որ Թեհլելյանը անմեղ է։ Հանդիսատեսը ծափահարում էր։ Թեհլելյանը արտաքսվում է Գերմանիայի, Սարո Մելիքյան անվան տակ մեկնում Միացյալ Նահանգներ, այնուհետև Սերբիա, Բելգրադ քաղաք, որտեղ ապրել է մինչև 1950 թվականը։ Խորհրդային Հայաստանում երկար ժամանակ Եղեռնի թեմայի վրա արգելք էր տրված։ Վերջին անգամ Եղեռնի զոհերի հիշատակին Հայաստանում եկեղեցիների զանգերը ղողանջել են 1926 թվականի ապրիլի 24-ին, քանզի Հայաստանի Կենտրկոմիտեի բյուրոյի 1926 թվականի օգոստոսի 31-ի որոշմամբ հանձնարարվել ապրիլի 24-ը նշելը վերացնել։ Այնուհետև Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին առաջին կոթողը փոքրաչափ մի մատուռ է։ 1950-ական թվականներին կառուցվել է Անիթիլիասում կաթողիկոսական վեհարանի տարածքում, որտեղ ամփոփված են Դերձորի անապատից բերված զոհերի աճյունները։ Այնուհետև 1965 թվականին լրանում էր Հայոց ցեղասպանության 50-ամյակը։ 1964 թվականին Հայաստանի կոմիտեն դիմում է կենտրոնին այդ տարիներն նշելու Երևանում առաջին համաշխարհային պատերազմների զոհված հայերին նվիրված հուշակոթող կառուցվելու համար։ Իրականում այն նվիրված էր Հայոց ցեղասպան զոհերի հիշատակին։ Հուշահամալիրը կառուցվել է ռեկորդային արագությամբ 2 տարում՝ 1965-ից 1967 թվականներին։ 3 կոթողից բաղկացած հուշահամալիրը կառուցվեց Ծառնակաբերդ կոչվող բլրի վրա։ Հեղինակն էր քանդակագործ Վան Խաչատրյանը, ճարտարապետ Արթուր Փարխանյանը։